Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ինչ անել, երբ այլևս չես կարող վստահել։ Այսօր միասին փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող ես անել, երբ հարաբերությունների հարցում բախվում ես բարդագույն խնդիրների։ Խոսքը տարաձայնություններ ունենալու մասին չէ։ Դու կարող ես դիմացինի հետ անհամաձայնություն ունենալ որևէ հարցի շուրջ, միևնույն ժամանակ նրա հետ պահելով դրական ու ջերմ հարաբերություններ։ Սիրելի՛ բարեկամ, որպեսզի մեր տարաձայնությունները չհանգեցնեն հարաբերությունների հարցում լարվածության և չունենան կոտրված ու խզված հարաբերության հետևանքներ, կենսական կարևորություն ունի միմյանց հանդեպ խաթարված վստահության վերականգնումը։ Իսկ միմյանց հանդեպ վստահության վերականգնման միակ ուղին սկսվում է իրար ներելու առաջին քայլից։ Առանց դրա կոտրված հարաբերությունները չեն կարող նորոգվել։ Ահա թե ինչ կարող ես անել։ Քո խնդիրն աղոթքի մեջ ներկայացրու Տիրոջը։ Անկեղծորեն պատմի՛ր Նրան քո սրտի վերքերի մասին և խնդրի՛ր Տիրոջն օգնել քեզ, որպեսզի կարողանաս սրտանց ներել։ Հետո Տեր Աստծու ներկայության մեջ ներելու որոշում կայացրու, որովհետև Տերը մեզ սովորեցնում է աղոթել այսպես. «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ վերջում Տիրոջ առաջ հայտարարի՛ր, որ դու ներել ես քեզ վերքեր հասցրած մարդկանց» (Մատթեոս 6.12)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր ամենօրյա ուղերձների ունկնդիրներից մեկն ինձ հարց էր գրել, թե արդյոք մենք պետք է ներենք նաև այն ժամանակ, երբ մեզ վիրավորած մարդը ներողություն չի խնդրում մեզնից։ Երբեմն ներող կողմը կարող է այսպես մտածել. «Ես սպասում եմ, որ նա գա ու ինձնից ներողություն խնդրի, և հետո միայն ես կներեմ նրան»։ Ներելը մեր սրտի վիճակն է, որն իր մեջ հարաբերությունների բժշկության ու անցյալի ծանրությունից ազատվելու պատրաստակամություն ունի։ Մենք պետք է զգույշ լինենք, որ կուրորեն չվստահենք չփոխված մարդկանց, որոնք նախկինում վնասել են մեզ։ Սակայն ներումը վստահության վերականգնման առաջին քայլն է։ Օրինակ, եթե մեկը քո գաղտնիքը հայտնել է մյուսներին, ներելը չի կարող նշանակել, որ դու նախկինի պես նրան վստահում ես քո կյանքի գաղտնիքները, այլ որ նրա հասցրած վերքերի համար այլևս նրան չես դատապարտում։ Հնարավո՞ր է արդյոք ներել առանց ներողություն լսելու։ Այո՛։ Նման ներումը հարաբերությունների վերականգնման պատրաստակամությունն է և այդ պատրաստակամության մասին ազդակները քեզ վիրավորած անձին փոխանցելը։ Մի՛ զրկիր քեզ այն խաղաղությունից, որ ներումը կարող է բերել քո կյանք։ Դու ծնվել ես ազատ լինելու և այն կյանքը վայելելու համար, որը Տերն է պատրաստել քեզ համար։ Թույլ մի՛ տուր, որ չներելը գողանա քո խաղաղությունը, ուրախությունն ու արդարությունը։ Ներելու որոշում կայացրու և թող Տեր Հիսուսը զորացնի քեզ այդ որոշումը կյանքի կոչելու հարցում։ Ես համոզված եմ, որ Տերը կանի դա, եթե դու հարատևորեն խնդրես Նրանից ներելու հարցում Իր շնորհի օգնությունը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։